Կարճ, ասում են ռուս-ուկրաինական պատերազմում օրը 2,5-ից 3,000 մարդ է մեռնում և մինչ օրս այս 4 տարի և ավել ժամանակահատվածում մոտ 2-ից 3 միլիոն մարդ է մեռել, 2,5-ից 3 միլիոն։ Երկու եղբայր են, իրար հալածում են, աշխարհի մի մասը օգնում է մեկին, մնացածը են մեգելին, ու սրանք իրար շատ հարմար տաշում են։ Այնքան են տաշել, որ արդեն ծաղրի առարկա են դարձել։ Այո, ծաղրի առարկա։ Արդեն Ամերիկայի պետքարտուղարը Թրամփին առաջարկում է խաղադրույք կատարել Ուկրաինայի հաղթանակի վրա։ Ասես այնտեղ պատերազմում են գլադիատորներ, ստրուկներ, որոնց կյանքը գրոշ չարժե։ Օրը 2-ից 3,000 մարդ խլող պատերազմի վրա խաղադրույք են կատարում արդեն։ Պատկերացնում եք ուր են հասել։ Պատկերացնում եք Պուտինը ինչ արեց իր երկրի հետ, իր ցեղի հետ, իր ժողովրդի հետ։ Ու Հայաստանում դեռ մարդ կա Պուտինին լուրջ է վերաբերվում, և իր հույսը Պուտինն է։ Այն Պուտինը, որ մեր ձեռքերը կապել է մինչև օրս ու Հեյդարի Լակոտին ազատություն տվել, որ ամեն ինչ իրենով անի։ Տղերք, անգամ Բուլբաշենկոն, այդ Լուկաշենկոն գլխի եղավ, որ Պուտինի վերջը մոտ է, երկարաժամկետ արձակուրդ է վերցրել ու փախել իր երկրից։ Գնացել է Մոսկվա, որտեղ եթե ինքը Մինսկում նստած հանգարց լսեր, որ արդեն Պուտինը չկա, սատկել է, յուրայիններն անգամ իրեն կարող է ոչնչացնեին։ Անգամ Բուլբաշենկոն է հասկանում վերջը։ Բա դուք, էս ինչ եք անում, էս ինչ խաղ եք խաղում Նիկոլի հետ, էս ինչ ծառացուի կերպար եք վերցրել, մեջլիս եք մտել, թվեր եք գումարում, թվեր եք հանում, իսկ Իլհամը իր գործը տակից առաջ է տանում։ Ամոթ է ուղղակի Պուտինին հույս տնելը, այն Պուտինին, ում արդեն ծաղրում է։ Ազգային դարձեք, հերիք է մոլորեցնեք ժողովրդին։ Պուտինը, որ սատկի դուք շարունակելու եք Պուտինի հանձնարարությամբ հայ ժողովրդի ձեռքերը կապել, մոլորեցնել, որ գլխի չլնեն, թե ոնց է Հայաստանը Նիկոլը Թուրքիա սարքում։ Այ թե որտեղ է ձեր հանցանքը։ Երբ պիտի խելքի գաք։ Երբ, որ կարողանանք Նիկոլն արդեն 400,000 թուրք է բուծել Հայաստանում։ Հասկանում եք իրեն ձայն տված մարդիկ թուրքեր են։ Էլ թուրքի գալը կարևոր չէ։ Եվս 400,000 և վերջ։ Արևմտյան Ադրբեջանը պատրաստ է։ Ու դրա գլխավոր մեղավորը Պուտինի միջնորդությամբ հայ ժողովրդի ձեռու ոտը կապած նախկիններն են։ Ասել է թե պուտինականները։ Խելքի եկեք, կորցնում ենք երկիրը։